Սրտանց փարթանք ժողովուրդ ջան։ Ասու եկեղեցուց լավ տեղ չկա, չէ՞։ Ես այսքան տարի Տիրոջ եկեղեցում եղել, Տիրոջ եկեղեցուց լավ տեղ չկա։ Այնտեղ Աստվածաներ կա, իր մասին են խոսում, իրան են երգում, իրան են փառավորում։ Դրա համար Տերը օրհնի ձեզ բոլորիդ։ Եղբայրներ, քուրեր, շատ կարևոր է մեր հավատքի հիմքը ամուր լինի։ Շատ մարդիկ են գալիս գնում, բայց չեն հաստատվում։ Քրիստոսի վրա պետք է հաստատվել։ Իսկ դրա համար տեսեք ինչ խոսք եմ կարդում, որ մեզ օգնի խոսելու այդ մասին եւ մեկնելու Սուրբ Հոգու գործերը։ Եբրայեցիս 12:2-ը կարդում եմ. Հիսուսի նայեք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Ու այն ուրախության համար, որ առջև կեցած էր, խաչը հանձարավ, ամոթ հարամարեց, Աստծո աթոռի աջ կողմը նստավ։ Հիսուսի նայել։ Նա է մեր հավատքի առաջնորդը եւ կատարողը։ Հիսուսն էլ Հովանե ավետարանում ասում է, եթե մի ճյուղ իմ վրա հաստատված չէ, ես էլ նրա վրա, նա չի կարա պտուղ բերի, առանց ինձ ոչինչ չէ կարի անի, առանց Քրիստոսի, եղբայրներ, քուրեր։ Մեր կյանքի բոլոր հարցերը կապված են Քրիստոս անձի հետ։ Երկնային կյանք ապրել նշանակում է Աստված ապրի քո մեջ։ Եթե Աստված դու այնպես դու եկել ես հավատքի մի նպատակի համար, մի նպատակ ունենք հավատքի մեջ գալու, որ նա ապրի մեր մեջ, որպես մեր կյանքը, նա թագավորի մեր մեջ եւ մեզ ինք հափշտակի տանի իր հետ հավիտյան ապրելու։ Եթե նա չի ապրելու քո մեջ, ով է քեզ հավատացել, որ դու հավիտյան կապրես իր հետ։ Նա պետք է ապրի քո մեջ։ Առանց Հիսուսի նայելու մենք չենք կարող այդ անենք։ Հիսուսի նայել ինչ է նշանակում, եղբայրներ, քուրեր։ Տեսեք Աստվածաշնչում ինչ է գրված։ Հիսուսի նայել։ Շատ մարդիկ են ուզում Հիսուսի նայել, բայց ինչի նայեն, որպեսզի հավատքի մեջ հաստատվեն, հավատքի մեջ զորանան։ Նայեք ինչ է գրած գրքի մեջ։ Ով ազգեր, Տիրոջ խոսքի նայեցեք։ Հիսուսի նայել նշանակում է հավատքով նայել իր խոսքին։ Մենք բոլորս որպես մարդ ստեղծված ենք։ Մենք հավատալու հատկություն ունենք։ Մենք եթե մենք դպրոց, մեզ ասում են էսի էսա, էսի էնա։ Մենք հավատում ենք դասատուի ասածը։ Մենք սկի չենք իմանում ինչ ենք ծվել, բայց ծոցում են ասպեսի քոյերն է, սել քոմերն է, մենք հավատում ենք։ Եթե հավատալու հատկություն չունենայինք մենք, մեզ չենք կարող հավատալ, մենք անհավատ ժամանակ էլ, անապաշխար ժամանակ էլ, հավատքով ենք ապրել։ Հավատացել ենք սրա նրա խոսքերին, հավատացել ենք այսպես, հավատալու հատկություն դրած է մեր մեջ։ Մենք կարանք այդ հավատքը ուղղել դեպի իրան, կամ չուղղել։ Դրա համար սիրելիներ, նայեք, Հոբը մեր նման մարդ էր, տառապանք տեսած։ Դու գիտեք նրա տառապանքը անբացատրելի տանջանք է, ոչ մեկը չի ուզի որպեսզի կյանք ապրել, բայց այս մարդը 10 երեխան մեռավ։ Տեսեք ինչ ասում, Տերը տվավ, Տերը տարավ, օրհնյալը Տիրոջ անունն է։ Այսինքն նա կյանք չէր տենում երեխաների մեջ։ Եթե կյանք տենար, նա չէր ասի այս խոսքերը, որ մի կարդամ։ Հարստություն լրիվ թանալեցին։ Եթե նա հարստության մեջ կյանք տենար, չէր օրհնի Տիրոջ անունը։ Առողջության մեջ էր կյանք չտեսա, որդնավ նա։ Տեսեք նրա հավատք ինչի վրա էր կառուցված։
Հոբ 6:10 Բայց տակավին այս մխիթարությունը պետք է ունամ անողորմ ցավի մեջ պիտի ուրախանամ, որ Սուրբի խոսքերը չուրացա։ Սուրբի խոսքերի մեջ հավատ կա դրել, որ կյանք կա այդ խոսքերի մեջ։ Երկագնդի վրա, եղբայրներ, ոչ մի բանի մեջ կյանք չկա։ Որտեղ Սուրբ գրքում համար կա գրված, Առակաց 3:18 Անիկա իրեն հարողներին կյանքի ծառա, զինք բռնողները երջանի կլան։ Ուզում եք քեզ ոսկե սամանյութով նստենք, գրգենք Ամերիկայի պրեզիդենտ քեզ դիմավորի եւ ամբողջ ճոխությամբ լեցված տունը նվիրի քեզ, դու էլի երջանիկ չես կարողանի։ Երջանկությունը Հիսուսի մեջ է, նրա խոսքի մեջ է։ Ասենք փառք Տիրոջը։ Այս հավատքով պիտի կառուցվի մեր հավատքը, եղբայրներ։ Հիսուսի նայեք, տեսեք ինչ ասում Պետրոս Առաքյալը։ Պետրոս Առաքյալը Հիսուսի մասին ինչ ասում։ Մենք շատ բաներ ենք կարդում, բայց հիմնական Հիսուսին նայելու գործ կա։ Մենք պետք է նայենք իրան։ Նայեք, տեսեք ինչ է գրած առաջի Պետրոս 1:21-ում։ Որու միջոցով Աստծուն հավատացիք, որ զանիկա մերներ հավուց ու անոր փառավորություն տվավ, որպեսզի ձեր հավատքը հույսը Աստծո վրա լա։ Որու միջոցով այդ միջոցը Քրիստոս մարդն է։ Այսինքն իրան նայելուց ինչի նայենք իր խոսքերին, իր ապրած կյանքին։ Որու միջոցով, այսինքն ինչ նշանակում այդ միջոցը, տես ինչ ասում, նայե ինչ նորից եմ կարդում, որու միջոցով Աստծուն հավատացինք։ Ինչ ատալիս այդ միջոցը, որ դու հավատում ես։ Ես մի քանի համարներ կարդամ, այդ ուղղությամբ, եղբայրներ քուրեր, նայեք ինչ է գրված գրքի մեջ։ Դու կարող ես այդ խոսքերին չես հավատում, որտեղ Աստծո խոսքում գրված է։ Նայեք ինչ է գրված։ Այդ համարը դες գնաց։ Այդ համարը, որ ասում է երկին գնաց, Աստծո առջև ներկայացավ մեր համար։ Լավ կտա։ Քանզի Քրիստոս ոչ թե ձեռագործ սրբարան մտավ, ճշմարիտ օրինակն է, հապա բուն երկինքը, որպեսզի հիմա մեզի համար Աստծո առջև ներկայանա։ Եբրայեցիս 9:24-ը։ Եբրայեցիս 9:24-ը։ Իմ համար ներկայացել է Աստծո որդին։ Ինչ ներկայություն, ինչ կարիք կա տեղ։ Նայեք, մի ուրիշ համար էլ կարդամ։ Ինչի համար է ներկայացել նա։ Ինչ խնդիր կա մեզ համար։ Մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, նայեք ինչ է գրած գրքի մեջ։ Եվ առաջին կենթանին առյուծի նման էր, երկրորդ կենթանի զուրակի նման, երրորդ կենթանին մարդու երես ուներ
չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր։ Առյուծի նման, դա Քրիստոս առյուծն է, որ հաղթեց մեղքին աշխարհին։ Երկրորդ կենդանի զուրակին նա որպես ողջակեց եղավ մեղքի համար, որպես սպարած զուրակ։ Երրորդ կենդանին մարդու երես ուներ։ Այդ մարդը ով է։ Այդ մարդը ով է, եղբայրներ քույրեր։ Ես հավատում եմ, ես եմ։ Դու հավատում ես քո երեսը ընդեղ է։ Սա հավատք է, եղբայրներ քույրեր, իր միջոցով։ Ինչի համար մենք Սուրբ Գիրք ենք կարդում, տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը մեզ։ Հələ նայեք ինչ է գրած։ Երբ հանցանքների մեջ մեռած ենք, ինքը մեզ կենդանացուց, դուք շնորհքով փրկված եք, եւ անոր հետ հարուց, անոր հետ նստեցուց երկնավորների մեջ Քրիստոս Հիսուս։ Դու հավատում եք, որ ձեզ հարություն կարա տա եւ իր միջոցով նստեք այնտեղ։ Սա Եփեսացիս 3-րդ գլուխ 5-6 հորդքերը կարդացի։ Ես նայում եմ շատ քիչ մարդիկ են գրում։ Ես խնդրեմ բոլորիդ, որ գալիս եք պաշտամունքի, տետր բերեք, գրիշ բերեք, Սուրբ Գիրք բերեք ձեր հետ, որ գրեք, որտեղ այդքան համարներ չեք կարա հիշի։ Խոտու վունդերկին չեք։ Գրեք, որ հիշեք, տանեք տունը, կարդակ, աղոթեք, պարապեք, որ մի բան հասնի տեղ։ Աստծո խոսքի վրա պարապել է պետք։ Ձեր անձերը պիտի վարժեցնեք Աստվածապաշտությամբ։ Մեր անձերը շատ բանի է վարժված եղել աշխարհի կյանքի մեջ։ Հիմա մեր անձը պիտի վարժվի Աստվածապաշտությամբ։ Ես քո փոխարեն չեմ կարա քո անձը վարժեցնեմ։ Քո անձը դու պիտի վարժեցնես։ Օրինակ նայեք ստեղ։ Ես իմ անձը ինչ եմ վարժեցրել։ Վարժեցրել եմ, որ եթե առավոտ պիտի 9-ին տեղ գնամ, պիտի 7-ին զարթնեմ։ 2 ժամ համարյա զբաղվեմ Սուրբ Գրքով, աղոթքով։ Ես Աստվածապաշտ մարդ եմ, իմ անձը վարժվի։ Ծոմերով վարժեցնեմ, որպեսզի Աստծուն հաճելի մարդ դառնամ։ Հավատք ինձի մղում է դրան։ Հավատն է մղել։ Իսկ հավատքը Աստծո խոսքից է ծնվում։ Աստծո խոսքից հավատք է ծնվում։ Հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Ինչքան Աստծո խոսքը կարդում եմ, օրինակ նայեք ստեղ, ես մի հատ հավատք ասեմ, որ դուք կարող այդ երևույթը չեք տեսել, բայց այդ խոսքը մտնելով իմ սրտի մեջ, մտնելով Տիտոսի սրտի մեջ, որ գրել է Պողոս առաքյալը, եթե հավատքը լցրես մարդի մեջ, նա ինչ ասում։ Որ մեզ փրկեց, Սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, հապա նախանձանության շնորհքի նայելով, Քրիստոս Հիսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Ուզում ասի Տիմոթեոս, հələ նայիտես քո մասին, երբ է մտածել Աստված։ Մարդկություն ընդամենը 61 դար է։ Մի դարը 100 տարի է, 4000 տարին անմար 40 դար, 2000 տարին 20 դար, 61-րդ դարն ենք ապրում։ Բայց հավիտենական դարերից առաջ մտածել է իմ ու քո մեղքը մաքրելու ներելու մասին։ Ով է քո մասին հավիտենական դարերից առաջ մտածել բացի Հիսուսից։ Ով կարա մտածի, ինչու հավատքը չես սուղում դեպի իրան, դեպի երկինք։ Հավատը նրա հետ պիտի ապրես դու հավիտյան։ Մարդիկ ստեղ ընդամենը հավիտենության մեջ մի ակնթարթ, 100 տարի ապրես մի ակնթարթ է։ Ես մի ակնթարթի համար ամեն ինչ զոհում ես, բայց որ հավիտյան իր հետ պիտի ապրես, այդ զոհությունը չկա։ Դու եկել ես հավատքի, որ հավիտյան նրա հետ ապրես, քո հույսը, քո հավատքը, այս աշխարհում Հիսուսից զորավոր, Հիսուսից ամենակարող, տիեզերք արարիչ,
ամեն ինչի ալֆան ու մեղան, սկիզբը եւ վերջը, եթե դու նրան չես նվիրվում, ում ես նվիրվում, ում ես հավատում, ում ես հույսը դրել, ով է քեզ համար խաչվել, ով է քո համար այրուն թափել, ով է քո մեղքերը քավել, այս հավատքը պետք է գնա Հիսուսի վրա, նրա միջոցով, ինքն է միջոցը, հավատքի քո առաջնորդը կատարողը ինքն է, դու չես։ Ինչպես է նա դառնում քո հավատքի առաջնորդ։ Ես ուզում եմ օգնեմ Աստծո ողորմությամբ, որ դու այս բաները, որ ես մի կարդում եմ, սովորացնում եմ ձեզ, այս բաները Սուրբ Հոգին ժամանակին սովորացնելը, ես էլի մի ուզում եմ օգնել ձեզ, Տիրոջ օգնությամբ ինչքան Աստված շնորհ կտա։ Լնայեք ինչ է գրած գրքի մեջ։ Քո լույսը ու ճշմարտությունը գրկիր։ Դու գիտեք իր լույսն է, ճշմարտությունն իր խոսքն է։ Ինչի ասում գրկիր։ Ուշադիր լսեք։ Ուշադիր լսեք ինչ ասում։ Ինչի ասում գրկիր։ Ուզում եմ որ Աստված մարդը հավատում է Աստծո խոսքին, որ կյանք է իր խոսքի ճշմարտության մեջ, ասում է գրկիր, անոնք դու չէ, Աստծո խոսքը։ Առաջնորդեն ինձի զիս հանեն քո սուրբ լերդ քո բնակարանդ։ Քեզ առաջնորդում է քո մեջ առաջնորդություն արողը դու չես։ Առաջնորդում է երբ որ լույս ու ճշմարտությունը հայտնվի քեզ, գա քո մեջ, քո սրտի մեջ, քո հոգու մեջ, նա քեզ կառաջնորդի դեպի Գողգոթա եւ քո ներսը կսարքի Աստծո տուն։ Դու հավատում ես այս խոսքին։ Եթե հավատում ես, խնդրի այդ խոսքը, կարդա այդ խոսքը, որ այդ խոսքը դու որպես լույս ճշմարտություն ասես, գրկիր ի մեջ։ Գրկելու փոխարեն ավելի խոր բան ասեմ ձեզ։ Խոր բան ասեմ ձեզ։ Նայեք եղբայրներ, սրանք պատահական խոսքեր չեն, որ կարդում ենք, ուշադիր լսեք։ Մի ուրիշ տեղել Եզեկիել մարգարեության 36 գլխի 25-ից 27 խոսքերում տեսեք ինչ է գրած։ Հələ ուշադիր լսեք։ Ձեր վրա մաքուր ջուր տիրի սրսկեմ, ջուր իր խոսքն է։ Ու ձեզ պիտի մաքրեմ, ձեր բոլոր պղծուներից, ձեր բոլոր կուրքերից ձեզ պիտի մաքրեմ։ Եվ ձեզ նոր սիրտ պիտի տամ, ձեր ներսին նոր սիրտ դնեմ, ձեր մարմնեղեն սիրտը, քարեղեն սիրտը պիտի հանեմ, ձեզ մարմնեղեն սիրտ տամ, եւ իմ հոգիս էլ ձեր ներսին դնեմ, ձեզ իմ օրենքների մեջ քալել տամ, իմ իրավունքներս պահեք ի գործնեք։ Դու խնդրել ես հեչ, Տեր, իմ սրտի հոգու մեջ սրսկի քո խոսքը։ Եթե դու այդ խոսքերի մեջ կյանք ես տենում, հավատում ես, որ կյանք կա իր խոսքի մեջ, իր խոսքը կմտնի քո մեջ, ինչքան կուրքեր կա կմաքրի, ինչքան պղծուն կա կմաքրի, եւ քո սուրբ սիրտ կտա քեզ։ Ինչու սուրբ սիրտ չունես, երկար տարվա հավատացյալ ես, որտեվ չես խնդրել, որ այդ ջուրը, կյանքը, խոսքը սրսկի քո մեջ։ Ով որ անկեղծ սրտով, արցունքով ասում է, Հիսուս ջան, սրսկի մեջ, դերեք սրսկի թե չէ, հարց եմ տալի սրսկի թե չէ, նա եկել է մեռելա, որ սրսկի, նա եկել է մեռելա, որ քեզ սրբացնի, նա եկել է մեռել, որ քեզի կյանք տա, նա չի մեռել, որ դու գտած դժոխք, նա չի մեռել, որ դու հավիտենական կորես, նա ուզում է, որ քեզ փրկի, նրա նպատակն է քեզ սուրբ սիրտ տա, սուրբ սրտի մեջ ապրում Աստված։ Առաքյալների մեկը գրել է, իմ սրտում Աստծուն սուրբ պահեցի։ Եթե ներսը սուրբ չի, ոնց է սուրբ պահում։ Եթե ներսը սուրբ չի, նկարա սուրբ պահի, չի կարա, եղբայրներ ջան։ Դրա համար, եթե այդ խոսքը չգա քո մեջ, քեզ չի տանի Գողգոթա։ Գողգոթան աչքերդ չի բացի, չես տեսնի։ Գողգոթայում քո հին մարդն է խաչվել, քո բոլոր մեղքերն է քավել ու ներվել։ Կրակի լճի տառապանքը կրել է Հիսուս, որ քո մեղքերը հավիտյան չնջվի։ Բոլոր աշխարհի մեղքերը քավել է, Ադամից սկսած մինչև վերջի մարդը։ Ով է քավել։ Քավել նշանակում է պատիժը կրել։ Հին ուխտում են մարդիկ քանան քավություն էր անում, որպեսզի մարդիկ թողություն ստանան։ Քավություն ուրիշ բան է,
թողություն ուրիշ բանա։ Քավություն արել է Հիսուս, թողություն ստանում ենք մենք։ Զղջալով, խոստովանելով, լացով դառնում ենք Հիսուսի քավչարար այրան, հավատալով ստանում ենք թողություն։ Եղբայրներ, քույրեր ջան, մենք ինչու Հիսուսի միջոցով, որտեվ այդ անձն է մեզ համար ամեն ինչ արել։ Դրա համար ասում է, իր միջոցով, ինքն է այդ միջոցը, որու միջոցով հավատացինք։ Ես մի հատ օրինակ եմ պատմում, որպեսզի ավելի լավ հասկանաք։ Պատկերացեք մի ընտանիքում հեր ու տղա կռվում են։ Նենց են կռվում, հերն էլ է թողում տնից եթում, տղան էլ է թողում տնից եթում։ Անսմա տարիներ, իրար հետ ոչ կապ ունեն, ոչ մի բան։ Մայրը մահամերձ հիվանդանում է, երկուսն էլ խաբարանում, ասում է եկեք։ Երկուսով էլ գալիս են։ Էս մի ձեռքով բռնում է տղու ձեռը, մի ձեռքով բռնում է ամուսնու ձեռը։ Բերում դնում իրար մեջ։ Եվ հոգին ավանդում է։ Էս մարդիկ ինչքան անգութ լինեն, որ չհաշտվեն իրար հետ։ Իր մահով հաշտեցրեց։ Նույնը Հիսուս, որպես մարդ, մի ձեռքով, որպես Աստծո որդի բռնեց հոր ձեռը, մյուս ձեռով բռնեց իմ ու քո ձեռը եւ դրեց իրար մեջ եւ մեզ հաշտեցրեց իր մահով։ Եվ մեզ տվավ հաշտության պաշտոն, կարծամ լսի։ Ոչ մեկ չեր արետի։ Կարծամ լսի։ Սակայն ամեն բան Աստծուց է, որ մեզ իրեն հետ հաշտեցուց Հիսուս Քրիստոսի ձեռքով տվավ մեզ հաշտության պաշտոն։ Այսինքն Աստված է, որ Քրիստոս աշխարհին հետ հաշտեցուց եւ անոնց հանցանքներն շփեց, հաշտության խոսքը մեր մեջ դրավ։ Ուրեմն Քրիստոսի կողմանը դեսպանություն կենենք իբրև թե Աստված բարեխոսի մեզմով, կաղաչենք ձեզ Քրիստոսի կողմանը հաշտվեցեք Աստծո հետ։ Վանզի Աստված զանիկա որ մեղ չգիտեր, մեզ համար մեղավոր ցեպեց, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարները լանք։ Հələ փորձենք այս միտքը խորանալ։ Այստեղը։ Ով էր Սողոսը։ Մարդասպան, սուրբեր սպանող մի մարդ էր։ Այս մարդը Հիսուսին հավատալով, Հիսուսին ընդունելով հաշտության պաշտոն ստացել։ Մենք ենք ստացել, բայց չենք հավատում։ Մենք ենք ստացել, որ հավատանք։ Եվ այս մարդը ինչ է դարել։ Դարել է երկնային Երուսաղեմի դեսպան, գրմակ, կարծացի չէ, նայեք ինչ է գրած։ Քրիստոսի կողմանը դեսպանություն կենենք, իբրև թե Աստված բարեխե մեզով, կաղաչենք ձեզ Քրիստոսի կողմանը հաշտվեցեք։ Ինքը հաշտության պաշտոն ստացել է, դարել է երկնային Երուսաղեմի դեսպան, խնդրում է մարդկանց, որ հաշտվեն Աստծո հետ։ Եթե մենք հաշտության պաշտոն ենք ստացել, հաշտության պաշտոն ստացած մարդը միշտ խաղաղ ալնում, միշտ ուրախ ալնում, միշտ հանգիստ ալնում, նա չի բորբոքվի ոչ մի բանից։ Եղբայրներ, քույրեր, որտեվ այդ հաշտության պաշտոնը քեզ պարգևում է Հիսուս իր այրան քավության շնորհիվ։ Քո մեղքերը վերցնում է իր վրա եւ քեզ տալիս է հաշտության պաշտոն։ Դրա համար գրքում գրած է, որու միջոցով Աստծուն հավատացինք։ Դրա համար ասում է, նրան նայեք, նայած ձեր հավատքի առաջնորդը եւ կատարողը։ Ասենք փառք Տիրոջը։ Եղբայրներ, քույրեր, ինչ հրաշք Հիսուս ունենք։ Ինչ պրոբլեմ կա իմ ու Աստծո միջև, լուծել է Քրիստոս։ Վերցել է մեղք աշխարհի։ Հովանես Մկրտիչը ինչ ասել։ Ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնի։ Աշխարհի մեղքը վերցել է իր վրա։ Եվ դատապարտել է մեղքին։
Որտեղ մարդը չէր կարող դա անել։ Մարդի խելքի բանը չի։ Մի գրամ մեղ չես կարա մաքրիների քեզնից։ Այդ մեղքը ներողը, խավողը, լվացողը, ջերմեցնողը Հիսուսի սուրբ զորավոր այրունն է, փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Շատերի մտքով ասում է թե Հիսուսի այրունը Մարիամի այրունը։ Մարիամի այրունը կարա մեղքների։ Շատ հավատացյալներ այս մասին լավ հավատ չունեն, ուզում եմ այդ հավատքը մի քիչ բորբոքեմ ձեր մեջ։ Նայեք սիրելիներ, ուշադիր լսեք։ Երբ որ ռեշտակ եկավ, Մարիամին ավետից տվեց, հələ նայեք ինչ է գրած գրքում։ Ռեշտակ սա Ողջուն քեզ, ով շնորհակալ ընկույս, Տերը քեզ հետ է, դու կանանց մեջ օրհնյալ ես։ Այդ դարում աշխարհի ամենաօրհնյալ աղջիկ եղել է Մարիամը։ Օրհնյալ ես դու ողջ կանանց մեջ։ Եվ ասում է, ինչ ասում։ Ռեշտակը սա մի վախնար Մարիամ, վանզի ասում է շնորհ գտար։ Եվ ապա տիղանաս, որդի ծնանիս, անունը Հիսուս դնես, անիկա մեզ պիտի լա, բարձրան որդի պիտի սվի, և Տեր Աստված պիտի տա անոր իր հոր Դավթին աթոռը, Հակոբի տան վրա հավիտյան թագավորի։ Անոր թագավորության վերջ պիտի չունենա, Մարիամ սա ռեշտակին, ինչպես պիտի լա այդ բանը, որտև ես այր մարդ չեմ գիտեր։ Տեսեք պատասխանը ռեշտակի։ Ռեշտակը պատասխան տալով սավանոր, հոգին սուր պիտի կա քեզի, իրան որովայն ներսը պիտի շնի։ Բարձրան զորությունը քո վրա Հովանի պիտի լա, ու այն քեզ մեծ ծնածը սուրբ Աստծո որդի պիտի սվի։ Սուրբ հոգին պիտի կա քեզի, չի ասում այցելի քեզի, գա քո ներսը։ Արարի մի անապականյալ անց, նրա մարմին ապականյալ չէր, նա այլակերպվում էր, երբ ուզում էր, նրա մարմինը սուրբ հոգուց է կառուցվել, նրա այրունը սուրբ հոգուց է, դրա համար նրա այրունը այնքան զորություն ունի, ինչքան սուրբ հոգին, ինչքան Հիսուսը, ինչքան հայրը։ Այդ մարմին ապականյալ չէր, որտև սուրբ հոգին իջավ իր ներսը եւ այնտեղ ստեղծեց Քրիստոս մարդը։ Մեծ է Աստված պաշտպան խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ, ասենք փառք Տիրոջը։ Նա հայտնվեցավ մարմնով, որպեսզի մեր հավատքը Հիսուսի այրան վրա լինի։ Ճիշտ է, նա չենք ասում որ կուրս չի կերել, կերել է, ոնց չի կերել, բայց Սուրբ Գիրքը ասում է, որ այդ անձը արարողը Սուրբ Հոգու միջոցով է, բարձրության զորության միջոցով է, ասենք փառք ես Հիսուս, դու ծնվար մեզ համար, դու կյանքը դրիր մեզ համար, նրա այրունը ուրիշ այրուն է, Սուրբ Հոգուսն է, նրա այրունը զորավոր է, նրա այրունը անապականյալ է, նրա այրունը երկինք է մտել անգամ, բարեխոս է նստել երկինքում, գրում եմ ձեզ որդյակներ մեղ չգործեք, եթե մեր գործել հորքով բարեխոս ունեք Հիսուս Քրիստոս արդարը, անիկա մեր մեղքերի քավությունը, ոչ թե մերին, ամբողջ աշխարհինալ, քավել է բոլորի մեղքերը, պատիժը կերել է բոլորի մեղքերը, քավություն ինքն արել, բայց թողություն մենք ենք ստանում, կարդամ Սուրբ Գրքում այդպիսի համար։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 25 խոսքը, կարդամ լսի։ Զոր առաջվեն սամանեց Աստված,
Քավություն լալու անոր այրան հավատքով, քավություն լինելու նրա այրան հավատքով, Աստծո երկամության ատենը առաջվա գործած մեղքերին թողություն տալով իր արդարությունը ցույցնելու համար։ Քավություն, նոր թողություն։ Սա գրված է Հռոմեացիս 3-րդ գլուխ 25 խոսք։ Քավություն, նոր թողություն։ Դրա համար ասում է, որու միջոցով, այդ միջոցը Հիսուս մարդն է։ Մարդկանց եւ Աստծո միջև ով է բարեխոս, ով է միջնորդ, Հիսուս մարդը, փառք Հիսուսին, մեր հավատքը իր վրա դնենք, նայեք հավատքի առաջնորդը, կատարողը, այս բանը հասկացավ Պողոս առաքյալը, հասկացավ այս մարդը, որպեսզի նա գնա Աստծուն, հասկանա Աստծուն, եւ ինչ սովորեց Պողոսը Հիսուսից, լնայեց ինչ է սովորել այս մարդը։ Հիսուսին նայելով ինչ է սովորել։ Այս մարդը Հիսուսին նայելով։ Լնայեք ինչ է սովորել։ Ամեն ատեն Հիսուսի մահը մեր մարմին մեջ կկրենք, որպեսզի կյանքը մեր մարմին մեջ հայտնի լա։ Վանզի մենք որ կենթանի ենք, Հիսուսի համար միշտ մահվան մատնենք, որպեսզի Հիսուսի կյանքը մեր մահկանացու մարմին մեջ հայտնի լա։ Հիսուսի նայելով ինչ է սովորել։ Իր մահն է կրել։ Նայեք տեսեք։ Իր մահը ինչի համար իր մահն է կրում։ Սա կարդացի 2-րդ Կորինթացիս 4-րդ գլուխ 10-ից 12 համարները։ Նայեք տեսենք ինչի համար մահը կրում։ Ինչ կապ ունի մահը։ Հիսուսի նայելով ինչ է սովորել Պողոսը։ Քրիստոսի հետ խաչը ելա ես։ Այլևս ես կենթանի չեմ։ Ապա Քրիստոս կենթանի մեջ ես, բայց որ իմ մարմնովս կապրիմ, Աստծո որդուն հավատքով կապրիմ, որ զի սիրեց իր անձինց համար մատնեց։ Եղբայրներ քույրեր։ Հիսուսի նայելով ասեց Քրիստոսի հետ խաչը ելա ես։ Այլևս ես կենթանի չեմ իմ մեջ։ Մի հատ հետաքրքիր միտք ասեմ, որ սա ավելի լավ տպավորվի ձեր մեջ, որպեսզի սա հասկանանք։ Հիսուս 5 տարեկան կատարյալ սուրբ էր ամեն ինչով։ Բայց սուրբ գիրքը գրում է, որ նա օրը մեծանում էր Աստծո մարդուց շնորհ գտնելով։ Գրված այդպես, մեծանում էր։ 10 տարեկան հասակում ավելի սրբություն, ավելի խելացի եղել։ 20 տարեկան հասակում ավելի եւ լման հասակը 30 տարեկան։ Ճիշտ է։ Այսինքն նա օրը ինչ արեց, աճեց, մեծացավ մինչև լման հասակ հասնելու։ Ինձ ու քեզ նույն ճանապարհն է սովորացնում նա ինքը։ Եվ դա հավատքի ճանապարհ է։ Տեսեք սովորացնում է, ինչ է սովորացնում նա մեզ։ Նայեք ինչ է սովորացնում հավատքը։ Ասма ոմանց մարգարեն ավետարանիչներ հովներ տրելով, սուրբերի կատարության համար, պաշտոնի գործ համար, Քրիստոսի միլիոն շնության համար։ Մինչև ամենսալ հասնենք հավատքին, ուրեմն հավատքի մեջ աճելու ճանապարհ կա։ Հավատքին կատարյալ մարդ լինելու, նայեք, մինչև հավատքին, Աստծո որդու ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի լման հասակի չափը ունենալու։ Հավատքը աճում է, որ Քրիստոսը ճանաչես, ինչքան քո աչքերը լուսա, այնքան կճանաչես իրեն։ Մարդին հավատն է բացում, առանց հավատքի աննար Աստծուն հաջողալ։ Իսկ այդ հավատքը ծնվում է խոսքից, ինչքան խոսքը մտնի քո հոգու մեջ, եւ համար կա Սուրբ Գրքում, հազար համար է։ Ով Տեր, քո խոսքերը թաքցրի իմ սրտում, որ չմեղանչեմ քո առաջ։ Սաղմոս 119:11 խոսքը։ Եվ որտեղ նայում ենք, քո խոսքերը իմ սրտի մեջ դրի, իմ հոգու մեջ դրի, որպեսզի գրվի իմ սիրտածաղտակները եւ հաճելն եմ քեզ եւ մարդկանց էլ գովելի։ Եղբայրներ քույրեր, Աստծո խոսքը, հավատք
աճեցնող, ծնող, զորացնող խոսքեր է։ Դրա համար Սուրբ Գրքի մեջ գրված է, եղբայրներ ջան։ Ես մի հատ էլի մտքեր ասեմ, որպեսզի այս հավատքը աճի ձեր մեջ։ Եվ այդ հավատքը, որը որ Պողոս Առաքյալը շատ էր մտածում եկեղեցիների մասին։ Եվ տեսեք, Եփեսացիս եկեղեցու մասին, որպեսզի իրանց հավատքը աճի հաստատվի, տեսեք ինչ ա գրել։ Կաղաչեմ տես իր փառքին ճոխության չափով, զորությունով հաստատվել իր հոգով ներսի մարդի մեջ։ Հետո շարունակում է, որպեսզի Քրիստոս հավատքով սեր սրտերի մեջ բնակվի, դուք սիրով արմատացած հաստատված ըլաք։ Ուրեմն հավատքի մեջ նաև հաստատվել է պետք։ Սիրով արմատանաս հաստատվես։ Ճուղը եթե չհաստատվավ Քրիստոսի վրա, Քրիստոս իր վրա չհաստատվավ, նա չի կարա պտուղ բերի, եղբայրներ քույրեր։ Ես խորը հասկանում եմ սա։ Դրա համար ես ուզեցել եմ հաստատվեմ իր վրա, ինքն իմ վրա։ Իր վրա հաստատվել նշանակում է Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգին տվել է ինձ, որ իր զորությունով ինձի հաստատի Քրիստոսի վրա, սիրո վրա։ Մենք իր վրա, ինքը մեր վրա։ Հովանի ավետարանի 15:5 խոսքում ասում է. մենք ճուղ ենք, ինքը որդն է։ Եթե մենք իր վրա չհաստատվենք, ինքն մեր վրա չհաստատվի, մենք պտուղ չենք բերի, առանց իր չենք կարա պտուղ բերի։ Հիմնայեք, ինչպես ենք մենք հաստատվում։ Կարդամ այդ մասին, որ լսեք դուք։ Ինչպես ենք մենք հաստատվում Քրիստոսի վրա։ Շատ կարևոր հարց է։ Նայեք ինչ է գրած։ Արդ երեխային եթե սուրբ է, նաև զանգված է։ Եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն էլ։ Ուրեմն ճյուղերի սրբությունը գալիս է արմատից։ Արդ եթե երեխա սուրբ է, նաև զանգված է։ Եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն էլ։ Եթե այն ճյուղերը մի քանի կտրվեցան, դու որ վայրի ձիթեներ անոնց մեջ պատվաստեցար, ձիթենի արմատին պարության հաղորդել։ Ճյուղերը դիմի պարծեց, եթե պարծենաս, ոչ թե դու արմատի վերբրա, արմատը քեզ։ Ուրեմն դիսես ճյուղերը կտրվեցան, որպես ես պատվաստեմ։ Աղեք, անոնք անհավատությունով կտրվեցան, դու հավատքով հաստատվեցար, մի պարտանար հապա վախեցիր։ Հավատքով հաստատվում են Քրիստոս անձի վրա։ Իսկ ոնց է ինքը հաստատվում մեր վրա։ Էսի հավատքով, հիմնայեք, սա կարդացի Հռոմեացիս 16-ից մինչև 18-20 խոսքերը կարա գրեք։ Հիմնայեք, թե ոնց ենք ինքը հաստատվում մեր վրա։ Հետելա, սա գրած է, եղբայրներ քույրեր։ Դրա համար գրված է գրքի մեջ։ Ինչ որ գրված է, ուրեմն ճիշտ է գրված։ Նայեք ստեղ ինչ ասում։ Փիլիպպեսիս 3-րդ գլուխ 7-ից 9 խոսքերը։ Բայց ինչ որ ինձ շահ էր Քրիստոսի համար վնաս սեպեցի։ Եվ իր բոլոր բաներն ալ վնաս սեպեմ իմ Տիրոջ Հիսուս Քրիստոսի գերազանց քիչ համար։ Ամեն բաներ զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որ Քրիստոս շահեմ, որ իր մեջ բնակվեմ։ Ես այս խոսքերը կարդալուց հասկացա իմ շահը վնաս սեպեմ, Քրիստոս շահեմ։ Դու եթե ուզում ես երկին գնաս, միայն Քրիստոսին չպետք է հավատաս, այլ Քրիստոս շահես, որ իր մեջ բնակվես, որ ինքը հաստատվի քո վրա։ Այսօր շատերը փողի գերի են։ Ես գիտեմ, եղբայրներ քույրեր։ Հին ուխտում ինչքան թագավորներ մարգարեներ փողի գերի են։ Անանիան Սափիրեն փողի գերի չէին, որ մարդը մեռավ, խաբար չէր կնիկը, որ մարդը մեռել է։ Այդպես թաղում մինակ Պետրոսն արել։ Մարդին թաղեց, հետո կնգան թաղեց մարդիկով։ Այդպես թաղումով ալս է, որ մարդին թաղեն, կնիկը խաբար չլի։ Այդպես թաղում մինակ արել է Պետրոսը։ Եղբայրներ քույրեր, հիմի շահը Քրիստոս շահելու համար ես եկե հավատքի։ Դու դրա համար ես մկրտվում ջրով, դրա համար ես մկրտվում Սուրբ Հոգով, որ Քրիստոս շահես, իր մեջ գտնվես, ճանաչես նրա զորությունը, նրա հարության զորությունը ճանաչես։ Հասկանաս,
ինչ զորությամբ անահարություն առել։ Այդ զորությունը դու լցվես դրանով, ապրես դրանով, որ Հիսուսը գա, չթողի քեզ երկրի վրա։ Դրա համար ես ինձ հարց եմ տալի, Պավել ասում եմ, այսքան տարի 55 տարի լացել ես, աղոթել ես, որ Հիսուս վաղը եկավ, ու ես մնացի չափշտակվա, ումն է պետք իմ 50 տարվա լացու ողբը։ Դրա համար ես ամեն առատու խաչվում եմ, անարգում եմ ինձ, ճնշում եմ ինձ, որպեսզի Քրիստոս շահեմ, Քրիստոս շահեմ, սրա համար եմ եկել ես հավատքի, որ Քրիստոսի մեջ բնակվեմ, Քրիստոսի վրա արված կապեմ, որ Հիսուսի հետ մեկանամ, Հիսուսը իմ մեջ ապրի ու թագավորի, փառք Հիսուսին, մե ուրիշ միտքեր եմ ուզում ասեմ եւ դրանով կաղոթենք, եղբայրներ քուրեր։ Մենք բոլորս մարդ ենք, կարդում ենք Սուրբ Գիրք, բայց ինչքանով ենք հավատում Սուրբ Գիրքին, այդքանով էլ է մեր հավատքը։ Սակայն Աստված ճշմարիտ թողնա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է, որպեսզի խոսքերի մեջ արդար լսած դատաստանատեն տուն հաղթես։ Այս խոսքը կարդում էի, բան չէի հասկանում։ Մի օր Սուրբ Հոգին կանեցրեց այս խոսքի վրա։ Ասես բոլոր մարդիկ սուտ են, Պողոսն էլ, Պետրոսն էլ, Մովսեսն էլ, Աբրահամն էլ, սաղ սուտ են, դու էլ ես սուտ։ Իմ մեջ ուրիշ միտ մտավ, ասես Պավել, դու ոչ թե միան սուտ ես, այլ ստության մայրաքաղաք ես։ Եվ սկսի ողբալ իմ ստության վրա։ Ես այդ համարը չգիտեի։ Երբ որ ողբացի լացա, Սուրբ Հոգին բացեց այս խոսքերը, տեսեք ինչ ա գրած, ստությունը ատեցի, անարգեցի, բայց քորենքը սիրեցի։ Ես սկսեցի ինձ ատել, անարգել, որ օրենքը սիրեմ, իրան սիրեմ։ Դու ատում անարգում ես քեզ, դու նսեմ ասում ես քեզ, եղբայրներ քուրեր, մենք ինչպիսի հրաշքեր գործենք, ինչպիսի բանել անենք մենք, լսեցեք ինչ ա գրած գրքի մեջ, լսեցեք, մենք բոլորը Սուրբ Գիրք ենք կարդում, այդ տեղերը կարծես թե մեզ չի վերաբերում, լնայեք ինչ ասում, նույնպես դուք, երբ բոլոր մեզի հրամայված բաներ անենք, սեք թե մենք անպիտան ծառաներ ենք, քանզի զայն որ պարտական ենք ենելու երինք։ Ղուկաս 17:10, սա էլ 119-ի 163 խոսքներ կարդացի։ Ես իմ ամեն պաշտամունքից ելնելուց առաջ պետք է խորը զղջումով խոստովանեմ իմ անպետ լինելը։ Ինչ ուզում անես, ով ուզում անես, իմասի հավիտյան անպետք ես։ Էսի հավատում ես դու, այս խոսքերին հավատում ես դու։ Եթե ստության մայրաքաղաք ես, ինչու չես զղջում Պավել, ինչու չես անարգում քեզ, ինչու չես հաղթում քեզ։ Եղբայրներ ջան, մենք սիրում ենք մեզ, փառավորել, մեծարել, եւ մեզ ինչ ենք անում։ Ինչ ենք անում մեզ, տեսեք ինչ ենք անում, տեսեք ինչ ենք անում, Եսայի 47:10, դուն չարության ապավինեցար, սիր զիս տեսնող չկա, քեզի խելքից հանողը քո իմաստուն ու գիտություն տեն, սրտիդ մեր սիր, ես եմ, ինձ մեր ուրիշը չկա, քեզի ոչ մեկ չի կարա խելք, դու ես խելքից հանում քեզ, քո գաղափար ընդունում ես, քո խելք ընդունում ես, դու ճիշտ ես վերջ, քեզի խելքից հանում ես դու, ոչ մի հովիվ, ոչ մի հայր, ոչ մի իմաստուն մարդ քեզի խելքից չանում, խելքից հանում ես դու քեզ, այսօր որ հպարտ ես, դու ես խելքից հանել քեզ, այսօր որ դու խոնար չես, խելքից հանել ես քեզ, այսօր որ դու ուրիշի նման չես, էլի քեզ ես փառավորել, այսօր քո նկատմամբ պատերազմ չես անում, դու չես զում քեզ հաղթես, չես զում պարտվես, չես զում խաչին ելնես, չես զում մեռնես, որ Հիսուսը ապրի քո մեջ,
դու ավելի խելացի ես քեզ տեսնում, քան ուրիշները։ Դրա համար քեզ խելքից անել ես, դրա համար 20 տարի աղոթում ես նույն կիկոսն ես։ 30 տարի աղոթում ես նույն կիկոսն ես։ 40 տարի աղոթում ես նույն, ես տեսել եմ տես եղբայրներին։ 40 քանի տարվա քարոզի Աստծո խոսացող մարդ։ Ես գնացել եմ 83 տարեկան մարդը, ջայել էի, գնացի այցելության իրանց հովի հետ միասին։ Չի կարում քելա, ոտերը շատ վատ է 83 տարեկան։ Ասի ախպեր ջան, մի բան կարամ ասեմ քեզ, ասեց ասա։ Ասի հասած ծիրան ես, այսօս կար, վաղը չկաս։ Բոլորի հետ հաշտվի, խաղաղվի, որ Հիսուսով երկինք եթաս։ Այս մարդը ինչ ասեց, ես գիտեմ խելք գլխի եղբայր ես։ Մի օր հետո աղբոր տղեն զանգում է, թե Պավել եղբայր հասի, հոպարը մեռնում է։ Այն մարդ հելա գնացի։ Ոչ խոսում է, ոչ տեսնում է, ոչ լսում է, ոչ բան։ Լաց ողբ, սաղ լացանք ողբացինք։ Ես գիտեմ ում հետ անաշտ։ Տեղակ էի։ Ասի կնոջը ներողություն խնդրում ես, մի կերպ խելք եկավ գլուխ, մինա կարում էր սենց գլխով աներ։ Ասի ներողություն խնդրում ես կնոջիցդ, երեխեքիցդ, եղբայր քուրերից, որոնց ցավացրել ես, գլուխ արեց, մի ժամ հետո մեռավ, բայց չգիտեմ ուր գնաց, Աստված գիտի։ 40 տարվա ավադացյալը բան չէր սովորել։ Իրան առավարել չէր սովորել, իրան խաչել չէր սովորել, Հիսուսի նայել չէր սովորել։ Նայել էր ուրիշ տեղ։ Դրա համար այդ խելքին էր, իր իմաստությանը գիտության է նայել։ Իր խելքով էր ապրել, այդ խելքով իրան կործանում էր։ Ընտանիքը քայքայեց, երեխեքը փախան իրանից։ Եղբայրներ քուրեր, ես աղաչում եմ ձեզ։ Մենք ստության մայրաքաղաք ենք։ Մենք ամպետների ամպետն ենք։ Մենք ոչիչների ոչիչն ենք։ Խաչվենք, որ չխանգարենք Հիսուսին։ Նայենք իրան խաչվենք, որ չխանգարենք Հիսուսին։ Որ նա ապրի մեր մեջ։ Նա քայլի մեր մեջ։ Նա երևա մեր մեջ։ Իմ աղաչակն է բոլորից։ Կանգնենք ոտքի։